Մարդիկ վաղուց խախտել են այն ավանդույթը, որ հարսին պետք է հանել հարսի տնից։ Վաղուց հարսերին հանում են բոլոր երևանյան թանգանոց հյուրանոցներից։ Ինչով է դա պայմանավորված։ Խնդրում եմ բացատրեք այս տենդենսը։ տենդենսը։ Դուք ասում եք հարսնացուին հանում են հայրական տնից, չէ՞։ Ես ինքս կողմնակից եմ, որտեղ որ աղջիկը մեծացել է, իրաբակը, բայց քանի որ մեր հայկական հարսանիքին չեն կոչվում մեծ չախայկական հարսանիքներ, որ սա ազգ ու բարեկամ գալիս է ու պետքա ուրախանան։ Ժողովուրդ ջան, պատկերացրեք հարսիկս նստած է։ Ձևավորումն է, սիրուն պուպուշ երգչուհին է այնտեղ, սինին են դնում, այդքան ժողովուրդ նկարահանող խումբ, եթե հիմա պատկերացրեք այսքան տաղավարում լինի, այդ խեղճ աղջիկը չի կարա շնչի։ Դրա համար իրանք ընտրում են մի փոքր ավելի մեծ տարածք։ Մենակ դա է պատճառը։ Իմ հարսիկների մեծ մասը, անկեղծ ասում եմ ձեզ, այո, որ ժողովուրդը ինքը կարողանա ակուրատնի, դա ցուցադրություն չի։ Դա ուղղակի, որ մարդիկ հարսնացուներ ինքը կարողանա կոկիկ, սիրուն եւ նկարվի եւ հյուրերն էլ, այսինքն ազատ տեղաշարժ դնեն, որովհետեւ եթե անկեղծ եղել է դեպք, երբ որ տնից ենք հարսնացուից հանե, ինքը փոքր է եղել տարածությունը։ Լավ փոքր է եղել, հարսնացուն էլ ինքը այդ օր սիրուն կադրեր չի ստացել, նեղվել է, հյուրերի մեծ մասին որքանով է տհաճ, օրինակ աղջիկներս մենք որ գնում ենք հարսիկին, չէ, հյուր ենք, չէ, մենք բոլորս ուզում ենք մեր հարսիկին տեսնենք, ու իրանք չեն կարողանում տեսնել, կամ երբ որ պետքա փեսացուն գա, ես խնդրում եմ ասում ժողովուրդ ջան, եթե կարելի է մորաքույր, հորաքույր, տատիկներին ճիշտ է, մամաները պարտադիր առաջին սենց որ կանգնեն, որ տեսնեն, բայց մեծ մասին աղջիկներին, ընկերուհիներին այդ պահը բոլոր աղջիկներն էլ ուզում են տեսնեն։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։